կատարյալ անհեթեթություն է, կատարյալ սուտ է, 26 տարի այդ հնարավորությունն իրենք ունեին։ Եկեղեցում անկարգություն գոյություն չունի։ Բռնության ուղղակի կոչ է սա։ Հայրապետը տեղյակ էր եղել վարչապետին իր մտադրության մասին եւ հանկարծ եկավ այդ օրը, երբ բոլորը դարձան ապստամբ, կգա մի պահ, որ հայրապետը նաեւ այլ տնօրինություններ կանի։ Ամեն բան ունի իր սահմանը, ամեն բան ունի իր չափը։ Ենթադրենք, ի հայտ կան նաեւ նոր դեմքեր, դա բնավ ոչինչ չի որոշում։ Եվ այդ մեծ եկեղեցականով եկեղեցին մնաց անսասան, Սուրբ Էջմիածինը մնաց կանգուն, պատրաստ ենք այս երկրի համար նահատակվելու, որտեղ սա մեր ծննդավայրն է, սա մեր հայրենիքն է։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, մինչև մեր այսօրվա հյուրին ներկայացնել, հիշեցնեմ, դիտելով, տարածելով, մեկնաբանելով հաղորդումները դուք շատ կարևոր գործ եք կատարում, նպաստում եք հաղորդման զարգացման գործին։ Իսկ այսօր հարցեր կան Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ Աբեղա Կարապետյանին։ Աստված օգնական Հայր Սուրբ։ Աստված պահապան։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Հայր Սուրբ, ես հիմա մեջ կբերեմ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունից մի հատված, ասվում է առաջարկ է ներկայացվել ձեռնարկել քայլեր միջազգային կազմակերպությունների եւ իրավապաշտպան կազմակերպությունների հետ գործակցելու ուղղությամբ եկեղեցու շուրջ արկա իրավիճակի վերաբերյալ պետական քարոզչամեքենայի տարածած թյուր տեղեկությունները կասեցնելու համար։ Բազմիցս խոսվեց այն մասին, որ այնինչ տեղի է ունենում եկեղեցու նկատմամբ խիստ աննախադեպ է բառի միայն բացասական նրբերանգով, որովհետև այո, պատմության ընթացքում առաքելական եկեղեցին բազմաթիվ արշավանքների է բախվել եւ դիմագրավել, բայց այնինչ հիմա է տեղի ունենում հայկական համարվող իշխանության ձեռամբ է։ Եվ այն տեքստը, որ ես մեջ բերեցի, այդ աննախադեպության վկայության փոքրիկ ուղղակի օրինակ էր, երբ փաստացի առաքելական եկեղեցին ստիպված է ջանքեր գործադրել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ աշխատել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ինչը հանգեցրեց սրան։ Նախ շնորհակալ եմ կրկին այս հնարավորության համար, երբ մենք առիթը ունենք խոսելու այսօրվա մեր հասարակության մեջ ամենացավալի խնդրի մասին։ Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցին, լինելով հայոց ազգի, հայ ժողովրդի ազգային եկեղեցին, միևնույն ժամանակ քրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկն է, որպես միջազգային երևույթ Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցին իր կարևորագույն տեղն ունի համաքրիստոնեական աշխարհում եւ ավանդական կրոնների շարքում եւ բնականաբար եկեղեցին արդար եւ իրավ է նկատում այն բոլոր խնդիրները, որոնք հարուցվել են ընդդեմ Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցու, ի պահանջել հարկին բարձրաձայնելու նաեւ միջազգային կրոնական եւ իրավական ատյաններում։ Եվ որևէ մեկը լինի անհատ, թե որևէ կառույցի ներկայացուցիչ իրավունք չունի եկեղեցուն այդ հարցում հանդիմանելու, քննադատելու, որովհետև եկեղեցին լիապես օգտվում է այն բոլոր իրավական, կանոնական հնարավորություններից պաշտպանելու իր իրավունքները, պաշտպանելու իր ինքնիշխանությունը։ Համաձայնեք, որ սա ողբերգություն է, որ այդ իրավունքները ստիպված է պաշտպանել հայկական համարվող իշխանությունից եւ ոչ թե ասենք արտաքին ուժերից։ Մեր եկեղեցին նման հայտարարությամբ հանդես գալով հանդերձ չի շտապում սակայն իր դատը միջազգայնացնելու, որովհետև դեռ մեր երկրում կան այդ հնարավորությունները եկեղեցու իրավունքները, եկեղեցու ինքնիշխանությունը, եկեղեցու կանոնական դրվածքը պաշտպանելու։ Եթե մենք ուշադիր հետևենք այս վերջին իրադարձություններին ընդդեմ եկեղեցու հարձակումների կոնտեքստում, կտեսնենք, որ մեր եկեղեցին չափազանց խոհեմ
հավասարակշռված մոտեցումները դրսևորում, կոչ անելով զգաստության, կոչ անելով ողջախոհության, կոչ անելով միությունը եւ միասնությունը, ինչպես հասարակական կյանքում, ազգային կյանքում, այնպես էլ եկեղեցական կյանքում պահպանելու եւ պաշտպանելու։ Եվ փառք Տիրոջ, որ եկեղեցու կոչը լսելի է լայն շրջանակներին։ Եվ մենք միշտ աղոթող ենք եւ նաեւ մեզանից եկող քայլերն ու գործողություններն անում ենք, որպեսզի մեր հայրենի երկրի իշխանությունները նույնպես անսան եկեղեցու ողջախոհության այդ կոչին։ Այստեղ խնդիրը անձի խնդիր չէ։ Եկեղեցին միշտ սա ասել է եւ մենք էլ սա ասում ենք։ Այստեղ ամենայն հայոց հայրապետությունը ներկայացնող անձի խնդիրը չէ, այստեղ եկեղեցու ինքնիշխանության, եկեղեցու կանոնական դրվածքի խնդիրն է։ Եվ որովհետև Վեհափար հայրապետը, ամենայն հայոց հայրապետը առաջին սպասավորն է հայաստանյաց եկեղեցու եւ առաջին պատասխանատուն է եկեղեցու ամբողջ այդ նվիրապետական կարգի ինքնիշխանության եւ իրավունքների պաշտպանության, հետեւաբար հարվածներն ուղղվում են դեպի հայոց հայրապետի անձը։ Բայց այստեղ անձնական խնդիր չէ, այստեղ եկեղեցու խնդիրն է, իսկ հայաստանյաց եկեղեցին չի պարփակվում միայն Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին աշխարհասփյուռ է։ Հետևաբար եկեղեցու հանդեպ ոտնձգությունը հայ ժողովրդի հանդեպ ոտնձգությունը, որովհետև մենք գիտենք եւ հայտնի է եւ փաստարկված է, որ հայոց ազգի մեծագույն մասը, ջախջախիչ մեծամասնությունը հանդիսանում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու անդամ։ Եվ սա ոտնձգություն է ողջ մեր ժողովրդի դեմ ի Հայաստան եւ իսփյուրս աշխարհի։ Այս գործընթացի խորքը գիտակցող մարդիկ շատ լավ հասկանում են, որ այս արշավը այո, արշավ է եկեղեցու դեմ։ Բայց իշխանությունը ամեն կերպ փորձում է ներկայացնել, որ սա ընդամենը հայոց հայրապետի կաթողիկոսի անձի դեմ տարվող արշավ է։ Եվ երբ դուք խոսում եք հավասարակշիռ ողջախոհ դիրքորոշման մասին եկեղեցու, իդեպ դա նկատելի է շատերի գնահատմամբ այն խիստ կենսական է հիմա հենց այդ ընթացքով առաջնորդվել, բայց շատ հաճախ քաղաքական որոշակի շրջանակներից, նաև ընդդիմադիր շրջանակներից առավել պրոակտիվ, առավել կոշտ դիրքորոշում են ակնկալում եկեղեցուց, քայլեր են ակնկալում եկեղեցուց, եւ այս պահին ես կուզեի հիշեցնել դեկտեմբերի 8-ի մայրաթոռի հայտարարությունը, երբ կոչ արեց մայրաթոռը առայժմ զերծ մնալով կոշտ քայլերից, կոչ արեց այդ եպիսկոպոսներին վերադառնալ կանոնական դաշտ։ Հայրասողիկ, դեկտեմբերի 8-ից 10 օր անց, դեկտեմբերի 18-ին, կարծեմ, եթե չեմ սխալվում, տեղի ունեցավ այդ եպիսկոպոսների գլխավորությամբ, բայց իշխանության ձեռամբ սադրիչ արշավը եկեղեցու դեմ։ Եթե չլիներ լայն հանրության խոհեմությունը եւ եկեղեցու խոհեմությունը, ապա այն շատ ողբերգական հետևանքներ կարող էր ունենալ։ Հիմա էլ ինչ պիտի անեն այդ մարդիկ, այդ եպիսկոպոսները, որ եկեղեցին անցնի կոշտ քայլերի։ Այո, այդ օրը մեզ համար չափազանց ցավալի օր էր եւ մեր եկեղեցու եւ ազգի պատմության մեջ այդ օրը բնականաբար իր անդրադարձը կունենա եւ որպես խարան կդաջվի այսօրվա հասարակության, այսօրվա իշխանությունների անվան վրա, ինչը մեզ համար շատ ցավալի է, որովհետեւ մենք բազմիցս ասացինք, որ հանկարծ մայրաթոռ Սուրբ Էջմիածնում նման գործողություններ չանեք, որովհետև դա ուղիղ սպառնալիք է այլևս հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու գոյության, քանի որ մայրաթոռ Սուրբ Էջմիածինը հոգևոր կենտրոնն է հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ոտնձգությունը հոգևոր կենտրոնի դեմ դա ոտնձգությունը, նորից եմ կրկնում, ողջ եկեղեցու դեմ իր նվիրապետական կարգով եւ սարքով, իր աշխարհասփյուռ հանգամանքով։ Ցավալի է անշուշտ շատ, որ
այդ իրականության մեջ մաս եւ բաժին ունեն Սուրբ Էջմիածնի միաբան բարձրաստիճան մի խումբ հոգևորականներ։ Մենք մեր վերաբերմունքն արտահայտել ենք այդ անձանց հանդեպ, սակայն լինելով Սուրբ հնազանդության ուխտի մեջ, մենք անսում ենք Հայոց Հայրապետի հորդորին եւ պատգամին եւ շարունակում ենք մեր աղոթքը մատուցել նաեւ նրանց համար, որպեսզի այդ ուղեկորույս ընթացքից ետ կանգնեն եւ վերադառնան, ինչպես հայտարարությունն է ասում, կանոնական դաշտ։ Ես կուզեմ մի բան շեշտել, որ մեր բարձրաստիճան եկեղեցականները ունենալով հանգամանք եկեղեցու նվիրապետական կառույցի մեջ, նաև վարչական եւ գործադիր կառույցներում, իրենք լիապես կարող էին իրենց խնդիրները, իրենց բողոքները, իրենց անհամաձայնությունները ազնիվ կերպով, շիտակ կերպով բարձրաձայնելու եւ հետամուտ լինելու այդ խնդիրների բարվոք լուծմանը։ 26 տարի այդ հնարավորությունն իրենք ունեին։ 26 տարի նրանք կարող էին եկեղեցու կյանքում, եթե իրենք կարծում են խնդիրներ կային, այդ խնդիրները լուծելու։ Բայց փաստումն է փաստ, որ ոչինչ չի արվել, ընդհակառակը միշտ դրականն է խոսվել, ընդհակառակը միշտ Հայրապետի հանդեպ հավատարմության եւ նվիրումի խոսքեր են հնչել եւ հանկարծ գալիս է մի պահ, երբ մարդիկ որոշում են, որ իրենք չգիտեմ կաշկանդված են եղել, իրենք ձայնազուրկ են եղել եւ այլն եւ այլն եւ այլն։ Կատարյալ անհեթեթություն է, կատարյալ սուտ է, կատարյալ դատապարտելի մոտեցում է, որովհետև եկեղեցում ամենախոնարհ սպասավորից մինչև ամենաբարձրաստիճան հոգևոր նվիրապետական կարգն ունեցող անձը ազատ է իր կարծիքը պատշաճ կերպով համարձակորեն ներկայացնելու։ Եվ նաև եթե կան խնդիրներ եկեղեցու անդաստանում, դրանք նույնպես բարձրաձայնելու։ Եվ եթե այդ խնդիրները իրապես առկա են, բնականաբար եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանությունը, եկեղեցու տարբեր կառույցները, ժողովական ատյանները այդ խնդիրներին կանդրադառնան եւ իրենց լուծումները կառաջարկեն։ Եվ այլևս անհատին է մնում այն ընդունելու կամ չընդունելու։ Բնականաբար շատ հաճախ մեր կամքը չէ որ անցնում է։ Երբեմն նաև մեզ հանձնարարություններ են տրվում, երբեմն նաև մեզ համար լուծումներ են առաջարկվում, որոնք մեր կամքին հարմար չեն, ընդունելի չեն, բայց մենք լինելով նվիրապետական այդ աստիճանակարգի մի մասնիկը, մենք հավատարմության, հնազանդության սուրբ ուխտի մեջ ենք։ Ներողություն, Պարտավոր ենք։ կա սահման, որ կարող եք ասել, որ սա հարիր չէ, հավատարմություն հայտնեք, բայց ասեք, որ Այո, կան բաներ, երբ որ մենք կարող ենք ասել, որ մենք հարմար չեն գտնում, բայց եթե եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանությունը վճիռ կայացրեց, ժողովական ատյանը վճիռ կայացրեց, որևէ մեկը այդ չկատարելու, չընդունելու իրավունքը չունի, որովհետև եկեղեցու հզորությունը, եկեղեցու անսասանությունը եկեղեցու նվիրապետության միության, միասնության մեջ է։ Հենց դրա պատճառով է, որ շատ հաճախ եկեղեցում լինում են դեպքեր, երբ որ այս կամ այն եկեղեցականներ իրենց անհնազանդության պատճառով դուրս են դրվում հոգևոր ասպարեզից։ Քանի որ մեզ համար իբրև եկեղեցական առաջին մեր սեպուհ պարտականությունը հնազանդությունն է։ Այս կողմից դա ընկալվում է իբրև ժողովրդավարության բացակայություն։ Եկեղեցին լինելով ժողովրդավարական կառույց, որովհետև եկեղեցում ամեն բան հիմնականում ընտրական սկզբունքի հիման վրա է, նույնիսկ ամենայն հայոց հայրապետին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, որի անդամներ են եւ աշխարհականները եւ հոգեվորականները։ Բայց եկեղեցին իր նվիրապետական կարգի մեջ բացառապես միապետական է, որովհետեւ այսպես է Քրիստոս Աստված սահմանադրել իր եկեղեցու համար, այդ սահմանադրության հիման վրա այդպես է կանոնակարգել եկեղեցին իդեմս տիեզերական ժողովների, իդեմս տեղական ազգային եկեղեցական ժողովների։ Սա դարերով ձևավորված մի ավանդույթ է։ Եվ եկեղեցում կան նվիրապետական աստիճանավորներ՝ կաթողիկոս, եպիսկոպոս, քահանա։
որոնք օժտված են հոգևոր իշխանությամբ եւ իրենք են տնօրինում այդ հովվական, թեմական, եկեղեցական հարցերը։ Բայց թե հովիվը, թե թեմակալ առաջնորդ եպիսկոպոսը, թե ամենայն հայոց հայրապետը իրենց խորհրդակցական եւ գործադիր մարմինները ունեն, ինչպես օրինակ ծխական խորհուրդ, ինչպես օրինակ թեմական խորհուրդ, ինչպես օրինակ գերագույն հոգևոր խորհուրդ կամ եկեղեցական ներկայացուցչական ժողով եւ օրենսդիր բարձրագույն մարմինը, որ ազգային եկեղեցական ժողով։ Այո, ամեն բան կանոնակարգված է, եկեղեցում անկարգություն գոյություն չունի, ինչպես որ տիեզերքում ամեն ինչ կարգավորյալ է, այդ նույն կարգավորությունը կա եկեղեցում։ Եվ մեր եկեղեցում չկան այնպիսի խնդիրներ, որոնք կենսական նշանակություն ունեն։ Բնականաբար եկեղեցում կան հարցեր, որոնք լուծվել են, լուծվում են եւ լուծվելու են։ Դրանք ընթացիկ մեր գործունեության, մեր առաքելության հետ կապված հարցեր են։ Եվ այդ բոլոր կարգի հարցերը եկեղեցին իր ներուժով, իր եկեղեցական ատյաններով, իր թեմակալ առաջնորդներով, իր ժողովական կառույցներով միշտ լուծել է եւ այսօր էլ շարունակում է լուծել, այնպես որ արտաքին միջամտությամբ եկեղեցում հարցեր լուծելու ոչ մի պատճառ եւ ոչ մի իրավունք չկա։ Եկեղեցին ինքնիշխան է եւ եկեղեցու ինքնիշխանությունը նաեւ պետության մայրօրենքով է սահմանված։ Պետության սահմանադրությամբ է ամրագրված եւ միջազգային օրենքներով է ամրագրված եւ բնականաբար այդ սկզբունքի ոտնահարումը հարձակում է բովանդակ եկեղեցու դեմ եւ այստեղ անձի խնդիր չէ։ Ամենայն հայոց հայրապետն ընդամենը առաջին սպասավորն է, ով ամենամեծ պատասխանատվությունը ունի տեր կանգնելու, պաշտպան կանգնելու իր գահակալության շրջանում եկեղեցու ինքնիշխանության, եկեղեցու նվիրապետական կարգի, եկեղեցու կանոնական դրվածքի։ Եվ մեզ համար չափազանց ցավալի է եւ չեմ կարող այդ բառը չգործածել, դատապարտելի է, որ 3 պատարագի օրներ հնչեց մի արտահայտություն պարզ մի անձնավորության կողմից, որը կարծես թե լուրերից ես լսեցի, որ նաև համայնքապետարանի աշխատակից է, այսինքն եւ նա շարքային քաղաքացի չէր, այո, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ էր եւ նրա բերանից ուղիղ սպառնալիք է հնչում, ֆիզիկական սպառնալիք է հնչում ամենայն հայոց հայրապետի անձի նկատմամբ, ամենայն հայոց հայրապետ, որ համաքրիստոնեական աշխարհում եկեղեցապետ է, կրոնապետ է, ճանաչված, հարգված քրիստոնեական եկեղեցու հոգևոր պետերի շրջանակում եւ ավանդական համաշխարհային կրոնների շրջանակում։ Եվ այս առումով պետության կողմից, մեր իրավական համակարգի կողմից, իրավապահ մարմինների կողմից ոչ մի արձագանք, գոնե մինչև այս պահը ես չլսեցի։ Եվ դա ցավալի է, եւ դա դատապարտելի է, եւ անընդունելի է այս մոտեցումը։ Բռնության ուղղակի կոչ է սա։ Եվ այս մոտեցումը պետք է բացառվի եւ կապ չունի ում հանդեպ է սա հնչում։ Հայոց հայրապետի հանդեպ է հնչում, թե պարզ քաղաքացու հանդեպ է հնչում, թե պետական պաշտոնյայի հանդեպ է հնչում։ Այս բռնության մոտեցումը արմատախիլ պետք է արվի մեր հասարակության միջից, մեր կյանքի բոլոր բնագավառներից, որովհետև սա մեզ լավ տեղ չի տանելու։ Այդ մարդը Հայր Ասղիկ ուղղակի շարունակել է իր առաջնորդի Հայաստանի Հանրապետության վարչապետ համարվող մարդու գործը, ինչպես որ Հայաստանի իշխանության ղեկավարն է թիրախավորում առանց որևէ սահման պահելու թիրախավորում է վեհափառ հայրապետին, այնպես էլ շարքային քաղաքացիները կարող են իրենց դա թույլ տալ, այնպես էլ կարող են իշխանության տարբեր շերտերի ներկայացուցիչներ իրենց դա թույլ տալ։ Այսինքն դա հստակ հովանավորվում է բարձրագույն իշխանության կողմից։ Եվ այս պարագայում հենց դիլեման այդտեղ է, ումից ակնկալել պաշտպանություն մի իրավապահ համակարգից, որը ուղղակի հրահանգներ է կատարում։ Սիրելի Լիլիթ, ես անկեղծ եմ սա ասում,
ես տակավին իմ հույսը չեմ կորցրել, որ մեր իրավապահ համակարգը, մեր իրավապահ մարմինները ունեն այդ ողջախոհությունը, ունեն այդ արժանապատվությունը, ունեն այդ պատվախնդրությունը վերջ տալու այս ոչ իրավական վիճակին, որի մեջ հայտնվել է մեր հասարակությունը, մեր երկիրը։ Եվ ես կուզեմ մի կարևոր հանգամանք շեշտել։ Այո, եկեղեցու հանդեպ ամենավերին աստիճանից մինչև ամենախոնար անձը հարձակումներ են տեղի ունենում։ Բայց եկեղեցին իդեմս իր հովվապետի երբեք նման կեցվածք, նման մոտեցում չի ցուցաբերել որևէ պաշտոնյայի հանդեպ, որևէ անձի հանդեպ։ Ես մի առիթով գրառում էի արել, էջմիածնական վեհությամբ է, որ եկեղեցին հարաբերվում է ցանկացած անձի հետ, ցավ ապրելով, դատապարտելով, բայց երբեք չհատելով մարդու արժանապատվության սահմանները։ Եվ սա հայոց հայրապետի սկզբունքն է։ Այո, հայոց հայրապետն ասել է, որ պատերազմի այդ պարտությունից հետո հայրական հորդոր էր ուղղել հանրապետության վարչապետին ի շահ երկրի հեռանալու։ Եվ դա հայրապետի իրավունքն էր։ Եվ հայրապետը դա չէր արել միանգամից այսպես բացահայտ կերպով։ Հայրապետը տեղյակ էր եղել վարչապետին իր մտադրության մասին, նա տեղյակ էր եղել եւ վեհապարը որպես հայր, որպես հայրապետ իր ցանկությունն է արտահայտել, իր խորհուրդն է ներկայացրել։ Ընդամենը, որովհետեւ նա ազգապետ է եւ իրավունք ունի այդ մոտեցումը դրսևորելու։ Դիմացինն էլ կամ ընդունում է, կամ չի ընդունում, բայց երկու պարագային էլ արժանապատվությունը պիտի ավելին լիներ, քան այն հարձակումները, որոնք մենք այսօր տեսնում ենք եւ ցավով արձանագրում ենք։ Սակայն սա երբեք պատճառ չէ, որ եկեղեցին իջնի իր վեհությունից եւ փորձի նմանվել այն անձանց, այն խմբակներին, ովքեր նմանակերպ են վերաբերվում անհատ եկեղեցականներին եւ ամբողջ եկեղեցուն։ Մեզ համար դա ցավ է։ Մեզ համար դա ցավ է, որովհետեւ մեր հասարակության մեջ դա ծանր հետևանքներ է առաջ բերում, երկպառակություն է առաջ բերում։ Եվ այստեղ հիմա հիշեցի նաեւ օրեր առաջ վարչապետի մեկ ուրիշ արտահայտություն եկեղեցում ինչ որ գործողություններ անելու, պատարագի ընթացակարգը խաթարելու։ Գիտեք, սա մեծագույն սրբապղծություն է։ Սուրբ պատարագը դա խորհուրդ խորին է։ Սուրբ պատարագը դա աստվածային մի արարողություն է, որտեղ անձը, մեռյալ անձը, խորհրդավորապես մեղքերի մեջ թաղված անձը Քրիստոսի մարմնի եւ արյան ճաշակումով հարություն է ապրում։ Դա նորոգության, սրբության, սրբագործության ամենակարևոր խորհուրդն է քրիստոնեական աշխարհում։ Եվ այդ խորհուրդը նվիրականացած է իր սկզբով եւ իր վախճանով։ Եվ այս խորհուրդը քրիստոնեական բոլոր եկեղեցիների ժառանգությունն է։ Հետևաբար եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ ինչ որ բողոքներ, ինչ որ ընդվզումներ, ինչ որ գործողություններ հրահրելը, դա արդեն պատերազմ է Տիրոջ հանդեպ։ Աստվածամարտություն է։ Այստեղ եկեղեցու խնդիր չէ այլևս։ Այստեղ հավատամերժության խնդիր է առաջ գալիս։ Սրբապղծության խնդիր է առաջ գալիս։ Եվ բնականաբար մենք ցավ ենք ապրում սրա համար եւ ամենախստիվ դատապարտում ենք եւ կոչ ենք անում բոլոր նրանց, որ հանկարծ չտրվեն այդ գայթակղությանը եւ հանկարծ եկեղեցում նման արարքներ իրենց թույլ չտան, որովհետեւ այս արարքների հանդեպ բնականաբար այլ հավատացյալներ, նախանձախնդիր հավատացյալներ չպիտի կարողանան լռել եւ պիտի վեճ ու կռիվ առաջ գա, ինչը երբեք ցանկալի չէ
Բախումներ Ոչ կարող են մեկիս լինել համար ցանկացած բան։ ցանկալի չէ։ Եկեղեցին միշտ կոչ է արել զգաստության, եկեղեցին միշտ Մհմ։ կոչ է արել ողջախոհության, եկեղեցին միշտ կոչ է արել եղբայր սիրության։ Հայրս ուղղակի այս բոլոր գործողությունները փաստորեն նաև միտված են նրան, որ եկեղեցում ի վերջո Հայաստանի վարչապետը առաջ բերի անիշխանություն։ Քանդի եկեղեցին, որտեղ եթե առաջանում է անիշխանություն, դրա ուղիղ հետևանքը եկեղեցու կազմաքանդումն է։ Ամենացավալին այն է, որ դա արվում է նաև ներսից որոշակի աջակցություն ունենալով։ Ես հիշում եմ ձեր խոսքը Սիոն Սրբազանին ուղված, մի հատված ընդամենը կմեջբերեմ, մեկ նախադասություն, ասում եք ապստամբ գործելավոճով դուք ինքնավտարվեցիք աղոթական սուրբ մկրտությունից, այո։ Ինքնավտարվել բառի վրա եմ ուզում հրավիրել ուշադրություն։ Ինչը կարող է ստիպել հոգևորականին, այն էլ բարձրաստիճան հոգևորականին, այս դեպքում հոգևորականներին, ինքնավտարվել, այդ ինչը կարող է ստիպել, որովհետև այս կամ այն պաշտոնյայի դեպքում միշտ չէ, որ դա զարմանք է հարուցում, որովհետև իրենք աշխարհիկ մարդիկ են։ Հոգևոր դասի ներկայացուցիչներին ինչը կարող է մղել ինքնավտարման, դավաճանության։ Ես անկեղծ ասած չեմ կարող այդ հարցին պատասխանել, ինչու։ Որովհետև ես այդ բոլոր եկեղեցականներին անձնապես ճանաչում եմ, շփվել եմ, հաց եմ կիսել, շատերի հետ նույն հարկի ներքո ենք ապրել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Եվ Սիոն Սրբազանին հիշեցիք, նա իմ հոգևոր հայրն է։ Նա է ինձ ձեռնադրել, այնուհետև նա է ինձ վեղար շնորհել եւ ես նրա անձի հանդեպ որդիական սեր, հարգանք եմ ունեցել եւ կարծում եմ դա փոխադարձ է եղել։ Եվ ես ցնցվեցի, երբ իմացա, որ այդ եկեղեցականները, որոնց հետ ես գրեթե ամենօրյա շփման մեջ եմ եղել, նման կեցվածք դրսևորեցին։ Ինձ համար, անկեղծ եմ ասում, անսպասելի էր, որովհետև դրանից օրեր առաջ երբեք ոչ մի բողոք, ոչ մի տարաձայնություն չէր լսվել եւ չէր արձանագրվել, եւ որևէ մեկը չէր լսել, որ այդ սրբազաններից մեկը Վեհափար Հայրապետի հանդեպ ինչ որ վերաբերմունք եւ կեցվածք ունի։ Բոլորը հնազանդության, նվիրումի մեջ էին։ Եվ հանկարծ եկավ այդ օրը, երբ բոլորը դարձան ապստամբ եւ այդ կանոնազանց ընթացքի մեջ հայտնվեցին։ Ես չգիտեմ, ես չեմ կարող ասել, բայց ես մի բան գիտեմ։ Քիչ թե շատ ուսումնասիրել եմ եկեղեցու նորագույն շրջանի արխիվը եւ հուզմունքով ու ցավով եմ ուսումնասիրել 20-ական, 30-ական թվականների մեր եկեղեցու պատմությունը փաստավավերագրված։ Այդ օրերին էլ հալածանք եւ հարձակում կար եկեղեցու հանդեպ եւ շատ եկեղեցականներ ձերբակալված էին եւ շատերը աքսորվեցին, շատերն էլ գնդակահարվեցին։ Եվ այդ հոգևորականների ցուցմունքները, երբ որ արխիվում ընթերցում էի, բոլորին ինչ որ հարցերում մեղադրում էին։ Եվ բնական է, մենք մարդ ենք, մենք սուրբ չենք, մենք ունենք մեր մեղքերն, ունենք մեր սխալներն, ունենք մեր տկարությունները։ Բայց հոգևորականը, գոնե իմ սուբյեկտիվ մոտեցմամբ, ինչ սխալի մեջ էլ որ մեղադրվի, ինչ մեղքի մեջ էլ որ մեղադրվի, նա իրավունք չունի դեմ ելնելու Հայոց Հայրապետին եւ Սուրբ Եկեղեցուն։ Նա պատրաստ պետք է լինի նահատակության հանուն եկեղեցու, բայց ոչ երբեք եկեղեցուց հեռանալու եւ հայտնվելու կանոնազանց ընթացքի մեջ։ Դրա համար ես չեմ ուզում այս հարցին այլ կերպ պատասխանել, ես շարունակում եմ հնազանդ լինել անսալ Հայոց Հայրապետի հորդորին եւ պատգամին եւ շարունակելու եմ որպես միաբան Սուրբ Էջմիածնի իմ ամենօրյա աղոթքներում հիշելու նաեւ մեր կանոնազանց սրբազան հայրերին։ Այն հույսով, որ նրանք կանդրադառնան եւ զղջմամբ կգան իրենց հոգևոր ծնողի, հոգևոր հոր մոտ եւ ներում կհայցեն։ Հայրս, կարգալույծ չեն արվում նաև դրա համար, որովհետև դարձի ճանապարհ եք թողնում։ Ես չեմ կարող ասել։ Ընդամենը մի բան կարձանագրեմ։ Մենք ունենք շատ խորագետ, շատ իմաստուն հայրապետ։ Վեհափար Հայրապետը երկայնամիտ է։
Վեապար հայրապետը թույլ է տալիս ժամանակն անխնա առաջ գնալու եւ այդ ժամանակի մեջ գործածելու բոլոր այն հնարավորությունները, որպեսզի սխալի մեջ հայտնված անձը կապ չունի բարձրաստիճան թե խոնարհ եկեղեցական սպասավոր ինքնը անդրադարձում ունենա եւ յետ կանգնի իր սխալ ընթացքից։ Եթե հիմա այսպես մտովի վերհիշեմ դեպքեր, երբ որ մեր եկեղեցականներից որոշները եկեղեցու ասպարեզից դուրս դրվեցին, ամեն մեկը մի սխալի մեջ էր ընկել, հա, եւ նրանց միշտ հնարավորություն տրվել է։ Եվ այդ հնարավորությունները երբեմն ամիսներ են տևել։ Եվ նաեւ մի քանի Այո, եւ նաեւ մի քանի ամիսներ են տևել։ Եվ հայրապետը հակառակ որ եկեղեցու համապատասխան ժողովական կառույցը, ատյանը վճիռ է ձևակերպել, ներկայացրել հայրապետին, վեապարը չի շտապել տնօրինություն կատարելու եւ տվյալ անձին եկեղեցուց դուրս դնելու։ Ժամանակ է տվել։ Որպես հայր, որպես հայրապետ նա հնարավորություն է տվել իր սխալված զավակին, որտեղ մենք բոլորս նրա հոգևոր զավակներն ենք։ Եվ մանավանդ հայոց հայրապետը Սուրբ Էջմիածնի միաբանության գլուխն է, վանահայրն է։ Նաև այստեղ վանական սկզբունքներ եւ կանոններ կան։ Եվ այդ ամենը իմի բերելով, հանրագումարի բերելով, վեապար հայրապետը միշտ ժամանակ է տվել եւ տալիս։ Իսկ երբ որ անձը անդրադառնում է, ավելիով նա գնահատվում է եւ ավելիով իր հայրական սերն ու գնահատանքն է արտահայտում այդ անձի հանդեպ։ Հիմա շատերը շտապում են, ստորագրահավաքներ են անում, առաջարկներ են բերում։ Լավ է, որ դա անում են, լավ է, որ այդ նախանձախնդրությունը կա, բայց միշտ պետք է հիշել, որ այդ ամենը երբեք ու երբեք պարտադրանք չէ հայոց հայրապետին, որովհետև նա ինքնիշխան է, օժտված է լիիրավ հոգևոր կանոնական հանգամանքով իշխանությամբ եւ միայն ինքն է որոշում ինչը երբ սահմանել եւ վճռել։ Եթե հայրապետը այսպես է կամենում, ուրեմն նա մեզնից շատ լավ գիտե, թե ինչու է այդպես կամենում։ Եվ մենք ընդհանրապես համբերությամբ պետք է սպասենք։ Բայց հիմա տեսեք, որպես զուգահեռ անցկացնենք։ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը չկայացավ, որովհետև քվորում չապահովվեց։ Ինչու՞։ Որովհետև այդ 10 սրբազաններից մի քանիսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ էին։ Եվ հակառակ որ իրենց հրավերներ էր ուղղվել ներկայանալու ժողովին եւ այնտեղ նաեւ իրենց բողոքն ու ընդվզումը արտահայտելու նրանք չեկան։ Եվ ժողովական ատյանը չկայացավ։ Եվ հայոց հայրապետը, որ եկեղեցու կարգն ու կանոնը պահպանողն է եւ պաշտպանողն է, անմիջապես վճիռ կայացրեց, որովհետեւ նա չէր կարող թույլ տալ, որ եկեղեցին իր գործնության մեջ խափանվի եւ անմիջապես իր կանոնական իրավունքով, հակառակ որ սրբազաններից մեկը իբրև թե նկատեց անկանոն, բայց այդպիսի բան գոյություն չունի, որովհետեւ կա կանոնադրություն, կա կանոնակարգ եւ ի վերջո հայոց հայրապետի իշխանությունը որևէ բանով չի սահմանափակվում։ Նա միանձնյա նվիրապետ է, վեհապետ է եւ ինքը որոշում կայացրեց, հիմնվելով եկեղեցու կանոնադրության վրա, որը նաեւ պետական գրանցում ունի, հիմնվելով Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրության վրա եւ 3 անձանց դուրս դրեց Գերագույն հոգևոր խորհրդի կազմից եւ նրանց փոխարեն ուրիշների նշանակեց։ Բայց 10 եպիսկոպոսներից 2-ը Արցախի թեմի առաջնորդը եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը շարունակում են մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եւ ժողովների ժամանակ, վերջին ժողովի ժամանակ էլ իրենց դարձյալ հրավեր էր գնացել ներկայանալու ժողովական այդ ատյանին։ Բայց ամեն ինչ ունի իր չափը եւ սահմանը։ Եվ շատ հավանական է, ես չեմ կարող հիմա ասել, որովհետև դա միայն հայրապետն ինքը կարող է ասել, կգա մի պահ, որ հայրապետը նաև այլ տնօրինություններ կանի, որովհետև նման ընթացքը խաթարում է եկեղեցու գործունեությունը եւ ամեն բան ունի իր սահմանը, ամեն բան ունի իր չափը
Այդքան հորդորներից, այդքան կանչերից հետո բնականաբար արդար եւ իրավ կլինի որևէ վճիռ, որ կկայացնի ամենայն հայոց հայրապետը։ Հայրասուղիկ, ես այս պահին մի հարց կուղեմ, որը հնարավոր է, որ անգամ պատշաճ չէ, բայց կուղեմ եւ ներողություն կխնդրեմ։ Հնարավոր է, որ այդ եպիսկոպոսներին այլ հոգևորականներ նույնպես միանան։ Անկեղծ ասած, չեմ կարող ես այդ հարցին պատասխանել, որովհետեւ ամեն մեկս մեր փոխարեն է պատասխան տալիս, թե նվիրումի, թե նվիրման վերացման առումով։ Ես լիահույս եմ, որ նման բան չի լինի, քանի որ եթե լիներ, կլիներ, բայց վստահ եմ, որ մեր եկեղեցականները իրենց ամբողջության մեջ, իրենց նվիրումի, հավատարմության մեջ հաստատ ունեն, բայց ենթադրենք, որ ի հայտ կան նաև նոր դեմքեր, դա բնավ ոչինչ չի որոշում, որովհետև եթե եկեղեցում մեկ հոգի էլ մնա հավատարիմ իր սուրբ ուխտին եւ սուրբ էջմիածնին, եկեղեցին անսասան է, եկեղեցին չի կազմաքանդվում եւ այդպիսի բան եղել է, այդպիսի դեպք եղել է 1938 թվականին, երբ նահատակվեց խորեն առաջին Մուրադբեկյան ամենայն հայոց հայրապետը, Սուրբ Էջմիածնում ոչ ոք չկար։ Խեղտամահարվեց։ Բոլորը աքսորված էին, գնդակահարված էին, ոմանք էլ չգիտես թե ուր էին։ Եվ Սուրբ Էջմիածնում կար մեկ եկեղեցական, Գևորգ arczepiskopos Չորեքչյան։ Եվ այդ մեկ եկեղեցականով եկեղեցին մնաց անսասան, Սուրբ Էջմիածինը մնաց կանգուն եւ հայոց եկեղեցին այդ մեկ սերմով վերածնվեց։ Այնպես որ հոգևորականները, նորից ասեմ, 10 եպիսկոպոս, 100 եպիսկոպոս, 200 եպիսկոպոս հավաքվեն եւ պահանջ ներկայացնեն հայոց հայրապետի հրաժարեցնելու եւ այլն, դա անհեթեթություն է։ Այդպիսի բան չեն կարող պահանջել, այդպիսի բան չի կարող լինել եւ այդ քանակը, որքան էլ որ այն լինի, երբեք ու երբեք եկեղեցում կանոնական վճիռ կայացնելու իրավունքը չի ունենա, որտեղ եկեղեցին ունի դարերով սրբագործված եւ հաստատված իր ընթացակարգը։ Եթե մի բան այդ ընթացակարգից դուրս է եւ պարտադրվում է արտաքին աշխարհից, այն երբեք կանոնական ուժ ունենալ չի կարող։ Նույնիսկ եթե որոշեն ինչ որ մեկին ձեռնադրեն եւ ոցեն ամենայն հայոց հայրապետ։ Այսինքն, այսպես ասած, երկրային կյանքում որևէ միջամտություն չի կարող զրկել ամենայն հայոց հայրապետին իր գահից։ Ոչ։ Ընդամենը մեկ պատճառ կա։ Դա երբ որ հայոց հայրապետը ընդդեմ հայ եկեղեցու դավանանքի եւ վարդապետության մեկ ուրիշ դավանանք եւ վարդապետություն սկսի քարոզել։ Այդ մեկ պատճառն է, որ եկեղեցականներին իրավունք է տալիս ատյան գումարելու, հայրապետին ատյան հրավիրելու, նրա դավանանքն ու վարդապետությունը քննելու, որից հետո նոր վճիռ կայացնելու։ Եթե իրապես հայրապետը ընկել է մոլորության մեջ, հայ եկեղեցու վարդապետության հակառակ նոր վարդապետություն է քարոզում, կամ հայ եկեղեցու կողմից դատապարտված դավանանք է դավանում եւ բերում ներմուծում հայոց եկեղեցի։ Միայն այդ դեպքում է, որ ամենայն հայոց կաթողիկոսին կարելի է հրավիրել ատյան, ազգային եկեղեցական ժողով գումարել, կանչել այդ ատյան եւ այդ ատյանում հավատաքննություն իրականացնել, եթե այդ ամենը հաստատվի, նոր ատյանը կարող է վճիռ կայացնել եւ ասել, որ սա այլևս հերետիկոս է եւ մեր եկեղեցին չի կարող առաջնորդ։ Միայն այդ դեպքում, մնացյալ բոլոր դեպքերում ոտնձգությունը հայրապետական իշխանության դեմ, դա ապստամբությունը եւ կանոնազանցությունը, լինի եկեղեցու ներսից, լինի արտաքին աշխարհից։ Բնականաբար այդ միջամտությունը երբեք օրինավոր, երբեք կանոնական լինել չի կարող։ Այդ է պատճառը, որ եկեղեցին թե իր անհնազանդ զավակներին, թե
արտաքին ներկայացուցիչներին եւ ուժերին կոչ է անում զգաստության եւ ողջախոհության։ Եվ երկուսին էլ կապ չունի եկեղեցու նվիրապետության ներկայացուցիչներ են, հավատացյալներ են, պարզ քաղաքացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյա, հրավիրում է եկեղեցական ատյաններ այնտեղ համապատասխան ատենաբանությամբ հանդես գալու եւ այս կամ այն անձին մեղադրանք ներկայացնելու, այս կամ այն երևույթի հանդեպ քննադատություն ներկայացնելու եւ մաս եւ բաժին կազմելու այդ ատյաններում հարցի քննարկմանն ու վճիռների կայացմանը։ Բայց այդպիսի բան չի կատարվում այսօր։ Ընդհակառակը կոպիտ միջամտություն է իրականացվում եկեղեցու կանոնական սահմաններում եւ այն էլ այնպիսի միջամտություն, որը նույնիսկ երկրի օրենսդրությունն է արգելում եւ համարում է հանցագործություն։ Շատ տեղին է մեջբերել վրաց հոգևոր առաջնորդի հանդեպ իրենց իշխանության եւ պետության վերաբերմունքը, դուք էլ այդ մասին խոսել եք։ Վերջերս Վրաստանի վարչապետը իր ընտանիքի հետ հանդիպել էր հոգևոր առաջնորդին Վրաստանի եւ հատկանշականն է, որ անգամ լուսանկարից այդ ամբողջ պատկառանքը երևում էր։ Հատկանշականն է, որ Վրաստանի հոգևոր առաջնորդը, վրաց ժողովրդի հոգևոր առաջնորդը արդեն կես դար է գահակալում է, խիստ պատկառելի տարիքում է եւ իր ամբողջ կրթությունը ռուսական է, իր անգամ ձեռնադրվել է ռուս պատրիարքի կողմից եւ շատ լավ գիտենք, որ Վրաստանում վերջին տարիներին խիստ հակառուսական տրամադրություններ են եղել եւ անգամ այդ պայմաններում որևէ ձևով հանդգնություն չի դրսևորվել թիրախավորելու իրենց հոգևոր առաջնորդին։ Գիտեք, ես միայն ուրախ եմ եւ արժանին եմ հատուցում այդ ազնվական ժողովրդին, որ իրենք նման կեցվածք եւ վերաբերմունք ունեն, ոչ միայն իրենց հովվապետի անձի նկատմամբ, այլև իրենց ազգային եկեղեցու հանդեպ։ Ինստիտուտի Մենք որպես եկեղեցական քիչ ավելին գիտենք նաեւ այլ եկեղեցական գործիչների, օտարազգի եկեղեցական գործիչների, այլ քրիստոնեական եկեղեցիների պատմության վերաբերյալ նրանց մասին։ Հետևաբար այդ ամենը համադրելով եւ տեսնելով տվյալ իրականության մեջ ինչպիսի վերաբերմունք է դրսևորվում հանդեպ եկեղեցու պետը, հանդեպ այդ եկեղեցին, մեզ մոտ միայն հիացմունք եւ գնահատանք է առաջ բերում եւ անկեղծ հարգանք թե այդ երկրի իշխանությունների նկատմամբ եւ թե այդ երկրի ժողովրդի նկատմամբ։ Սակայն մի կարևոր հանգամանք ես կուզեմ այստեղ շեշտել, որ այսօր ողջ աշխարհում քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ կա հալածանք եւ հարձակում։ Գրեթե բոլոր ազգային եկեղեցիների հանդեպ կա նման վերաբերմունք։ Ինչպես Վրաստանում կա նման վերաբերմունք, ինչպես այլ եկեղեցիների եկեղեցական անդաստաններում կա նման վերաբերմունք, վերջերս նաև ռուսաց պատրիարքի հանդեպ հարձակում եղավ եւ լուրերին հետևելով կարդացինք, Հռոմի պապի հանդեպ կա հարձակում, այսինքն սա ես չեմ ուզում տեղայնացնել։ Սա համաշխարհային մի ալիք է, որ հասել է նաև Հայաստան աշխարհ, բայց մեր իշխանությունները, մեր պետական մարմինները չպիտի տրվեն այդ ալիքներին, չպիտի տրվեն այդ գայթակղությանը, այլ պետք է ամուր մնան եւ տեր կանգնեն իրենց իսկ ազգային եկեղեցու պահպանությանն ու պաշտպանությանը։ Եթե կան խնդիրներ, թող պատշաճ կերպով, արժանապատիվ կերպով այդ ամենը ներկայացնեն։ Ինչպես որ մենք ենք գնահատում այն ամեն ինչ որ պետությունը իր շահ եւ ի բարօրություն է անում մեր ազգի եւ մեր երկրի, եւ ինչպես մենք ենք քննադատում այն բոլոր սխալների ու գործողությունների պարագային, երբ որ թույլ են տրվում իշխանությունների կողմից։ Մենք այս երկրի քաղաքացիներ ենք, մենք այս երկիրը սիրում ենք եւ պատրաստ ենք այս երկրի համար նահատակվելու, որտեղ սա մեր ծննդավայրն է, սա մեր հայրենիքն է եւ մենք ազգային եկեղեցի ենք եւ մենք իրավունք ունենք այս երկրում
ամեն խնդրի անդրադառնալու, ամեն հարցի վերաբերյալ կարծիք բարձրաձայնելու, որովհետև մենք մեզ դիտարկում ենք եւ ընդունում ենք որպես այս տան լիիրավ անդամ եւ մեր իշխանություններին էլ դիտարկում ենք մեր եկեղեցու հարազատ զավակներ եւ խտրականություն չենք դնում երբեք։ Խտրականություն չենք դնում որևէ մեկի հանդեպ։ Բոլորը հավասար են մեզ համար, բոլորին նույն աչքով ենք նայում, բայց երբ որ եկավ սխալի մատնանշման պարագան, այո, արդար եւ շիտակ է, որ մենք նաեւ այդ հարցին անդրադառնանք եւ մեր կարծիքը հնչեցնենք, առանց որևէ մեկին վիրավորելու։ Եվ սա անում ենք հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի։ Ամենին հանցկացվեկոս այդ չարաբաստիկ օրը դիմելով բարեպաշտ ժողովրդին ասաց դուք այսօր այստեղ եք վկայելու ձեր սերը հանդեպ առաքելական Սուրբ եկեղեցու։ Իմ հարցը այդ վկայելու բառին եւ իրողությանը երևույթին է վերաբերում։ Միշտ չէ, որ մարդիկ, որոնք ունեն զգացումներ, համարում են իրենց առաքելական եկեղեցու հետևորդ, զավակ, միշտ չէ, որ հասկանում են, գիտակցում են ինչ պիտի անեն, որ վկայեն իրենց զգացումները, իրենց սերը եկեղեցու հանդեպ։ Հոգևորականներդ եկեղեցին ինչ ակնկալիքներ ունի բարեպաշտ ժողովրդից։ Անսասան մնալ հավատքի մեջ հասկանալի է։ Այդ ինչպես պիտի դրսևորվի գետնի վրա։ Լավ հարց է, դժվար հարց է։ Առաջին հերթին հենց այն, որ անձը մնաց անսասան իր հավատքի մեջ եւ ունեցավ հավատքի ինքնագիտակցություն, նրան պետք չէ ինչ որ մի հրավեր կարդալ, ինչ որ մի կոչ հնչեցնել։ Ես եթե գիտեմ իմ ծնողը, հիվանդ է, ես եթե գիտեմ իմ ծնողը վտանգի մեջ է եւ չեմ սպասում, որ իմ ծնողը հեռախոս վերցնի եւ ինձ իրեն մոտ կանչի։ Եթե ես դա լսել եմ, իսկ այսօր աշխարհը այնպիսին է, որ ամեն բան մենք կարդում ենք եւ ամեն լուր մեզ հասնում է։ Ուրեմն, եթե ծնողը դժվարության մեջ է, եթե հոգևոր սպասավորը կարիքի մեջ է, հավատացյալի սեպուղ պարտականությունն է նրա կողքին կանգնած լինելու։ Ոչ թե ընդդեմ ինչ որ մեկի, այլ հանուն երկրի, հանուն եկեղեցու։ Ամենակարևորը մենք ամեն կիրակի լինենք մեր սուրբ եկեղեցիներում, մասնակցենք Սուրբ Պատարագին, մեր անկեղծ աղոթքը մատուցենք մեր Արարիչ Աստծուն։ Եվ դրանից հետո, որպես բարի քրիստոնյաներ, գնանք եւ արդարությամբ եւ սիրով մեր ամենօրյա աշխատանքը իրականացնենք։ Այսպես է, որ ես կարծում եմ եկեղեցու կողքին, այստեղ սխալ է եկեղեցու կողքին ասել, եկեղեցու մեջ լինել այսպես է իրականացվում։ Եվ մյուս կարևոր հանգամանքը միշտ աջակից լինել հավատակցին, ազգակցին, ով կարիքի մեջ է։ Եվ մանավանդ այս նոր տարվա սեմին մեր մաղթանքն է, որ մեր մեջ սեր առատանա եւ մենք կարողանանք անմնացորդ սիրել մեր երկիրը, անմնացորդ սիրել մեր ազգային Սուրբ եկեղեցին, անմնացորդ սիրել յուրաքանչյուր հայի, որպեսզի եղբայր սիրությունը թագավորի մեր մեջ եւ բոլոր խնդիրները այդ եղբայր սիրությամբ հարթվեն եւ ազգային միասնությունը մնա անսասան, քանի որ ժամանակները չար են, իսկ մենք միասնական լինելով կկարողանանք հաղթահարել ամեն տեսակի դժվարություն։ Շնորհակալ եմ։ Նմանապես։